Սիրելիներս, ուզում եմ խոսել մեր մասին նորից, Հիսուսի զավակները, Հիսուսի ծառաները, Հիսուսի զինվորներն են, Հիսուսի աշակերտներն են։ Մենք Հիսուսի զինվորներն ենք։ Ես շատ եմ սիրում այս թեման, որովհետև ինձ ուժ է տալիս այն ճշմարիտ գիտակցումը, այն ճշմարտությունը, որ ես Հիսուսի զինվորն եմ, որովհետև ավելի մեծ բան իմ համար, իմ կյանքում, երկրային կյանքում ավելի մեծ ուրախություն, պարգև, որպես մարդ, որ ես կարող եմ լինել, անել, չի կարող լինել։ Ավելի մեծ բան, ավելի լավ բան իմ համար ես չեմ կարող պատկերացնել, քան Հիսուսի ծառա լինելը, Հիսուսի զինվոր լինելը։ Զինվոր, ինչն է միտքը այստեղ, որ մենք մարտնչում ենք, մենք պայքարում ենք հանուն Աստծո արքայության, հանուն նրա, որ ավելի շատերը փրկվեն, որ ավելի մեծանա Աստծո արքայությունը, շատերը դառնան Աստծո արքայության մասնիկ, Աստծո արքայության որդիներ, հանուն նրա, որ շատերը փրկվեն մահից, փրկվեն դժոխքից, հանուն այն ճշմարտության, որ Հիսուսը մեր փրկիչն է եւ մենք պիտի ընդունենք, որ նա մեր փրկիչն է եւ սիրենք նրան, պաշտենք նրան եւ փառաբանենք եւ խոնարհվենք, որ նա տերերի տերն է ու թագավորների թագավորն է, հանուն այդ ճշմարտության պայքարել, մարտնչել։ Այդ միտքը զինվոր լինելու ինձ շատ է դուր գալիս։ Ես շատ եմ սիրում այդ ճշմարտությունը։ Եվ մենք ապրում ենք վերջին ժամանակներում, վերջին ժամանակների վերջին օրերի վերջին վայրկյաններում։ Հիմա Հիսուսի զինվորները ավելի մեծ պայքարի մեջ են եւ Հիսուսի զինվոր ենք յուրաքանչյուրս, որ իսկական Հիսուսի զավակն ենք, որ ապրում ենք Հիսուսով եւ ապրում ենք նրա համար եւ ապրում ենք նրանով, նրա սիրով եւ ամենաերջանիկն ենք, որ քայլում ենք Հիսուսի հետևից։ Մենք Հիսուսի զինվորներն ենք, մեզանից յուրաքանչյուրը չարը հատկապես ուժեղ հարձակումներ է տանում Հիսուսի զինվորների ուղղությամբ, որովհետև մենք Հիսուսի զինվորն ենք, իսկ չարը ունի իր զինվորները եւ չարը պայքարում է մեր դեմ ավելի ուժգին, սակայն Աստված մեզ էլ ավելի մեծ ուժ է տալիս, որ մենք շարունակենք մեր պայքարը։ Շուտով մեր Տեր Հիսուս Քրիստոսը կվերադառնա, մենք կհանդիպենք նրան եւ կլինենք նրա հետ հավերժ, բայց հիմա դեռ մենք երկրի վրա ենք եւ մենք պայքարի մեջ ենք։ Չարը ամեն կերպ խանգարելու է ձեզ, ամեն կերպ փորձելու է թուլացնել, շեղել ձեր պայքարից, շեղել ձեր ճանապարհից։ Ամեն անգամ, որ կընկնես, կթուլանաս, կխեղճանաս, կասկածներ կառաջանան քո մոտ եւ այլն, այն ամենը, ինչ որ չարը բերում է մարդու վրա, ուղղակի հավատով ու վստահությամբ, որ Տեր Հիսուս Քրիստոսը քո հետ է եւ դու նրա զինվորն ես եւ դու պայքարի մեջ ես, հավատով ու վստահությամբ խնդրիր, որ Տերը քեզ ուժ տա, զորացնի, ամուր բռնվիր Տիրոջից ու սիրով լցված, հավատով լցված շարունակիր քո ճանապարհը։ Պետք է օգտագործենք այն ժամանակը, որ մեզ տրված է դեռ, օգտագործենք, խոսենք Աստծո մասին, պայքարենք հանուն Աստծո, պայքարենք հանուն ճշմարտության, պայքարենք հանուն փրկության, որպեսզի շատ մարդիկ դարձի գան, ապաշխարեն, ընդունեն Տիրոջ տված փրկությունը։ Չարը շատերի բերանով, շատերի շուրթերով կարող է խոսել, պայքարել քո դեմ, քեզ ասել, որ դու չպիտի անես այն ինչ անում ես, քեզ ասել, որ դու իրավունք չունես խոսել Հիսուսի մասին, քեզ ասել, որ դու սխալ ես խոսում, լավ չես խոսում, քեզ է թվում, որ Հիսուսը քեզ ծառայություն է տվել, որ Հիսուսը քեզ ընտրել է որպես իր զինվոր եւ չարը կարող է խոսել այնպիսի մարդկանց շուրթերով, ովքեր որ քեզ համար կարևոր են եւ հենց այդ կերպով նա կարող է ավելի քեզ թուլացնել։ Խոսես Հիսուս Քրիստոսի մասին, պատմես աշխարհին, որ Հիսուսն է մեր փրկիչը, որ Հիսուսով ենք մենք փրկված, որ Հիսուսի արյամբ ենք մենք փրկված, որ Հիսուսը հանուն մեզ խաչը բարձրացավ եւ իր արյամբ մեզ ազատեց մահից։ Միայն չարն է, որ չի ուզում, որ ես ու դու խոսենք այդ մասին։ Մենք Հիսուսի զինվորներն ենք եւ մենք պիտի նայենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին ու գնանք նրա հետևից, որովհետեւ նա մեզ ասում է. «Արի իմ հետևից»։